Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուն Սրբո ամեն։ Խաղաղություն եմ թողնում ձեզ։ Իմ խաղաղություն եմ տալիս ձեզ, որ այս աշխարհը չի կարող տալ, որպեսզի ձեր սրտերը չխռովեն եւ դուք չվախենաք։ Այսօր լրացավ 50-րդ օրը, սիրելիներ։ Եվ ինչպես որ Հիսուս խոստացել էր իր աշակերտներին ասելով. գնացեք, նստեք Երուսաղեմում, աղոթեք, մինչև որ Սուրբ Հոգին Հայր ուղարկի իմ անունով, որ ձեզ ճշմարտությունը հայտնի, այսօր Սուրբ Հոգու գալստյան օրն է։ Համբարձումից հետո առաքյաները վերադարձան Երուսաղեմ, ամեն օր վերնատան մեջ պայծողությամբ, աղոթքով խնդրում են, որ Սուրբ Հոգին երկնքից իջնի իբրև մխիթարիչ։ Հիսուս ասում է. մխիթարիչ, որ Հայրը կուղարկի իմ անունով, ձեզ կհայտնի ճշմարտությունը, եւ ձեր հետ կլինի, եւ ձեր մեջ կլինի, եւ դուք մխիթարություն կունենաք։ Հիսուս գնում էր այս աշխարհից։ Առաքյաները տխուր էին, վախեցած էին, կասկածի մեջ էին։ Պետք էր մեկը, որ միշտ նրանց հետ լիներ եւ հատկապես որպես նրանք ճշմարտությունը հասկանային։ Չի ասում երկրորդ մխիթարիչ կգա, ձեզ մեր ուրիշ մխիթարիչ կգա, Սուրբ Հոգին ձեզ հետ կլինի։ Ես Սուրբ Հոգին գալիս է մարդու մեջ բնակվելու, սիրելիներ։ Նախ մարդու մեջ հաստատվում է ճշմարտությունը, երկրորդ խաղաղությունը, երրորդ վստահությունը, չորրորդ հարության հույսը ավելի զորավոր է դառնում մարդու կյանքի մեջ։ Սուրբ Հոգու գալստով բոլոր մարդիկ, ովքեր որ մեղքի պատճառով, Բաբելոնի աշտարակաշինության պատճառով բաժանվել, ցրվել են աշխարհով մեկ, իրար հանդեպ թշնամությամբ, ատելությամբ, ամեն մեկն իր Աստվածը ունենալով, իր Աստծուն պաշտելով, Սուրբ Հոգու գալստով մարդիկ սկսեցին նույն լեզվով խոսել, Քրիստոսի սիրով խոսել, Քրիստոսով ապրել եւ Քրիստոսով բոլոր ազգերն ու ժողովուրդները նույնը դարձան։ Եվ ինչպես որ Պետրոս Արաքյալի ճառից հետո 3000 հոգի դարձ ունեցավ, մկրտվեց, այնպես էլ աշխարհի բոլոր անկյունների մեջ առաքյաները տարան Տիրոջ ավետարանի բարի լուրը եւ մարդիկ Քրիստոսին ճանաչելով հրաժարվեցին մեղքից։ Եվ ով որ Սուրբ Հոգին ճանաչում է, իր վրա գալիս է խաղաղությունը։ Ինչու է Հիսուս ասում խաղաղություն եմ թողնում ձեզ։ Հիսուսի խաղաղությունը մեր պատկերացրած աշխարհի խաղաղության հետ որևէ կապ չունի։ Ինչ է խաղաղությունը։ Եվ երկու տարբեր պետություններ իրար հետ տարիներով կռվում են, հետո ձեռքեր են տալիս, հրադադար են հաստատում եւ փորձում են նորից վերադառնալ նախկին խաղաղ կյանքին։ Կամ երկու տարբեր անհատ մարդիկ, երբ իրար հետ վիճում են, հետո մի օր որոշում են հաշտվել, այլևս չվիճել։ Սա աշխարհի խաղաղությունն է։ Հիսուսի բերած խաղաղությունը բացառապես հոգևոր խաղաղություն, ինչը նշանակում է հրաժարվել մեղքից եւ մեղքով չկռվել Աստծո հետ։ Հիսուսով հաշտվել եւ ներքին խաղաղությունը վերականգնելով ապրել այս աշխարհի մեջ։ Այս աշխարհի խաղաղությունը ժամանակավոր է, սիրելիներ։ Որոշակի ժամանակ 5 տարի կտևի, 10 տարի կտևի, մեկ այդ խաղաղությունը պիտի քանդվի, նորից պատերազմ լինի։ Հիսուսի բերած խաղաղությունը հավիտենական խաղաղություն է։ Հիսուսի բերած խաղաղությունը ինչ էր որ լինի մեր շուրջը, մենք մնում ենք նույն խաղաղը։ Ինչպես որ նավի մեջ եղող մարդիկ, երբ որ վստահություն ունեն իրենց նավապետի հանդեպ, չեն վախենում, իրար չեն խառնվում, այս կողմից այն կողմ չեն վազում, ինչքան էլ փոթորիկը սարսափել լինի, այնպես էլ մարդն է, երբ որ Հիսուսի խաղաղություն ունի, Սուրբ Հոգու միջոցով նախ իր մխիթարությունն է գտնում, ճշմարտությունն է ճանաչում եւ կարողանում է ճիշտ ապրել այս աշխարհի մեջ։ Այս աշխարհի խաղաղությունը վտանգ ունի իր մեջ։ Երբ որ պատերազմ չկա, խաղաղություն է, մարդիկ վազում են հաճույքների հետևից, մեղքի հետևից են վազում, թողնում են իրենց արարչին, թողնում իրենց սիրող հորը, վազում են մեղքի հետևից մեղք գործելու համար։ Հոգևոր խաղաղություն ունեցող մարդը միշտ մտածում է դիմացինին երջանկացնելու համար։ Ներքին խաղաղություն ունեցող մարդը ապրում է Տիրոջ հետ իր նույնությունը վերականգնելու համար։ Այս աշխարհի խաղաղություն ովքեր ունեն, ովքեր այս աշխարհի խաղաղությամբ են ապրում, նրանք երբեք չեն կարող օրհնել կամ աղոթել։ Այս աշխարհի խաղաղություն ունեցող մարդը միշտ հայոյում է, միշտ չարախոսում է, միշտ բամբասում է, որովհետև ինքը այս աշխարհի համար է ապրում։ Իսկ հոգևոր խաղաղություն ունեցող մարդը միշտ ներում է։ Հոգևոր խաղաղություն ունեցող մարդը
միշտ տեսնում է։ Դրա համար Հիսուս ասում է. իմ խաղաղությունը այս աշխարհից չէ, այս աշխարհը չի կարող տալ։ Վերցրեք, որպեսզի նախ ձեր սրտերը չխռովեն, երկրորդ դուք չվախենաք։ Ինչու այս խոսքերն ասեց առաքյալները, որտեվ Հիսուս գնում էր այլևս։ Իրենք չէին տեսնելու Հիսուսին։ Տխուր էին, ուրեմն մխիթարության կարիք ունեն։ Հիսուս մեր որ Սուրբ Հոգին գա, այս աշխարհը չի տեսնելու, չի ճանաչելու, բայց դուք կարող եք տեսնել եւ ճանաչել։ Ինչպես Սուրբ Հոգուն թույլ տալու, որ գա բնակվի մեր մեջ։ Երբ որ դու հոգեվոր խաղաղություն ունես, դու այս աշխարհի համար այլևս չես ապրում, ինչպես Պողոս առաքյալն ասում, աշխարհը ինձ համար է խաչված, ես էլ աշխարհի համար եմ խաչված։ Մենք գտնում ենք այն մխիթարությունը, որ Սուրբ Հոգին է բերում։ Մխիթարիչ բառը նշանակում է ոչ միայն մխիթարություն բերող, այլև պահապան եւ փաստաբան։ Ուրեմն Սուրբ Հոգին գալիս էր մեզ պահպանելու եւ իր փաստերով այս աշխարհի սխալը, մեղքը ցույց տալու, որպեսզի մենք ճշմարտության հետևից գնանք։ Ինչու աշխարհը չի սիրում ճշմարտությունը։ Ինչու աշխարհը ատում ճշմարտությունը սիրում, որտեղ խաղաղություն չունեցող մարդը երբեք չի սիրում իր մեղքերը լսել։ Դուք պատկերացնում եք մեղք սիրող մարդուն ասում ես սխալ է, սա ճշմարտությունը չէ։ Եվ քանի որ ինքը խաղաղություն չունի, մի անգամից իր ներս ալեկոծվում է, դու ինձ մի ասա ես ինչ անեմ։ Իմ կյանքն է ինչպես կուզեմ, այդպես կապրեմ։ Սա է աշխարհի խաղաղությունով մարդու պատասխանը։ Երբ խաղաղ է, պատերազմ չկա, մենք իրար ավելի շատ ատում ենք, չարախոսում ենք, նախանձում ենք, քան սիրում ենք։ Երբ պատերազմ կա, նույնիսկ իրար ատող մարդիկ գալիս են Տիրոջ տան մեջ, միասին աղոթելու, խաղաղություն խնդրելու, բայց ոչ հոգևոր խաղաղությունը, հավիտենականը, այլ ժամանակը, որտեղ ժամանակավոր խաղաղությունը տալիս է մեզ հնարավորություն նորից մեղքը ճաշակելու, նորից մեղքի կյանքով ապրելու։ Ինչու Ադամը մեղք գործեց, երբևէ մտածել եք։ Ինչու ամեն ինչ ուներ այդ մարդը, երջանիկ էր դրախտի մեջ, ոչ մի բանի պակաս չուներ, որտեղ իր ունեցածը չգնահատեց։ Իր տրվածը, որ իրեն տրված էր եւ հատկապես Աստծո ներկայությունը քիչ համարեց իր կյանքի մեջ, այլ բան ուզեց տեսնել այս աշխարհի մեջ։ Մենք էլ այդպիսին ենք, երբ որ հոգևոր խաղաղություն չունենք, այլ բան ենք ձգտում այս աշխարհի մեջ։ Երբ որ մեր հոգևոր խաղաղությունը հավիտենապես չէ, մենք չենք կարող հասկանալ, թե այս աշխարհի մեջ մենք ինչու պիտի ապրենք։ Ինչու Հիսուս Սուրբ Հոգուն Հորը խնդրեց, որ Սուրբ Հոգուն ուղարկի այս աշխարհի մեջ։ Հիսուս ինքը եկավ այս աշխարհ, հրաշքներ գործեց, մարդկանց ցավերը փարատեց, ուժ տվեց, զորություն տվեց, մխիթարեց, բայց ինքը պիտի գնար, այլևս մեր աչքերի համար ինքը անտեսանելի պիտի դառնար։ Բայց որպեսզի նրա բերած այս ճշմարտությունը հասկանայինք, պետք է որ Սուրբ Հոգին ամեն օր մեր մեջ գործեր։ Պետք է որ Սուրբ Հոգին ամեն օր հիշեցներ մեզ, որ մենք Քրիստոսի արյանն ենք պարտական այս աշխարհի մեջ ապրելու համար, որ մենք Քրիստոսի զոհաբերությամբ ենք վերականգնվել, նորից Աստծո որդեգիրներ դարձել, որ մենք Հիսուսի արյամբ ենք մեղքերից մաքրվել, ազատագրվել, նոր մարդ դարձել։ Մենք նոր մարդ ենք դարձել Հիսուսով։ Եթե դու նոր մարդ ես դարձել, նոր մարդը չի կարող հին մարդու մեղքերը շալագած նորից առաջ շարժվել, դու պետք է մեղքերը թողնես։ Պիտի քո վրայից հանես այդ հին մարդուն, իր մտածողությամբ, իր ապրելակերպով, իր կենցաղով, իր նիստ ու կացով պիտի տարբերվի նոր մարդը հին մարդուց։ Դրա համար ասում է Սուրբ Հոգին ձեզ անդադար կհիշեցնի ճշմարտության մասին։ Որն էր ճշմարտությունը, որ Աստված երկնքից իջել, մարդացել էր, որպեսզի մարդը նորից հարստանա եւ երկինք վերադառնա։ Այս ճշմարտությունը մարդը պիտի իր կենթանության օրոք հասկանա, ոչ թե մահվան ու մահճուն, զղջա, որ տեսնելևս ճար չունի, իր հարազատները, բարեկամները, իր վաստակած գումարը, իր իշխանությունը, իր հեղինակությունը չեն կարող իր կյանքը երկարացնել, նոր այդ ժամանակ ինքը վերջին խոստովանությամբ ուզել ջնջել իր ամբողջ կյանքի մեղքերն ու սխալները, նոր Տիրոջից ողորմություն ստանալ։ Այլ հակառակը, քեզ տրված կյանքի ընթացքը, որ անցնում ես, պիտի թույլ տաս, որ Սուրբ Հոգին քեզ պահպանի, քեզ մխիթարի, քեզ ցույց տա այն ճանապարհը, որով դու հավիտենական կյանքը պիտի ժառանգես։ Եթե ոչ, սիրելիներ, մենք այս աշխարհի խաղաղության համար պիտի ապրենք։ Աշխարհում բոլոր մարդիկ խոսում են խաղաղությունից։ Նույնիսկ խաղաղության մրցանակներ են հորինել մարդիկ, բայց երբեք մարդկանց կյանքը այդպես էլ խաղաղության մեջ չապրեց։ Հիսուս ինքը եկավ երկինք, ասեց
խաղաղություն երկրի վրա եւ հաշտություն մարդկանց միջև, բայց Հիսուսով էլ մարդիկ թշնամացան։ Պատճառը, հետևանքը մենք տեսնում ենք բազում քրիստոնեական եկեղեցիներ աղոթող Հիսուսյանով, բայց իրար ատող քրիստոնյաներ, որ մեկը մյուսին ուզում է ապացուցել, որ իր վարդապետությունն է ճշմարտությունը, իրենց մոտ է փրկությունը, իրենց Հիսուսն է ավելի լավ է, ոչ թե ավետարանի Հիսուսը։ Մեր պատկերացրած Հիսուսը չէ մեր փրկիչը, այլ իրական ճշմարիտ Հիսուսն է մեր փրկիչը, որը գալիս է խոսելու մեզ սիրո մասին։ Եթե սիրո ավետարանը մենք չենք ապրելու, եթե սիրո ավետարանով մենք մեկս մյուսին չենք հանդուրժելու, չենք ներելու, մեր պատկերացրած Հիսուսը չի կարող մեզ փրկություն բերել։ Մենք վարդապետության այս կամ այն տառը սխալ կամ ճիշտ ապրելով չէ որ պիտի փրկվենք, այլ այն սիրո, որով Հիսուս սիրել է մեզ, այն ներողամտության, որ Հիսուս ներել է մեզ, այն հոգատարության, որ Հիսուս պարուրել է մեզ։ Սրանով է որ մենք պիտի փրկվենք։ Եվ այդ ավետարանի կյանքն է, որ մենք պիտի կարողանանք ապրել Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Մեր նեղության ցավի ժամանակ մենք մեկս մյուսին ինչ ենք մաղթում, Սուրբ Հոգով մխիթարվես։ Որովհետև եթե դու Սուրբ Հոգուն չես տեսնում, չես ճանաչում, չես կարող այդ մխիթարությունը գտնել։ Մարդիկ կան, որ հարազատ են կորցնում, իրենց ամբողջ կյանքի ընթացքում չարացած ապրում են սիրելիներ։ Իրենք իրենց մյուս երեխաների երեսին այլևս չեն ժպտում։ Իրենք իրենց դժբախտ են դարձնում, ինչու որովհետև փակում են իրենց ականջները, չլսելու այդ սիրո խոստովանությունը, որ մահը վերջագետը չէ, մահով ոչինչ չի վերջանում, դու պիտի ապրես, դու պիտի ապրես Քրիստոսին սիրելով, ճանաչելով եւ հոգիդ հանձնես նրա ձեռքերի մեջ։ Մարդիկ իրենց երջանկությունը ճիշտ չեն օգտագործում, որովհետև պղպջակային են համարում այդ ամենը։ Եվ իրենց երջանկությունը, իրենց սերը, որով մի ժամանակ սիրել են, ապրել են, թշնամության, ատելությամբ ոչնչացնում են, որովհետև Սուրբ Հոգու ձայնը չեն լսում իրենց կյանքի մեջ։ Մարդիկ քանի առողջ են, ոտքի վրա կանգնած են, կարող են աշխատել, ծուլությամբ են ապրում այս աշխարհի մեջ։ Ուզում են ոչինչ չանել, բայց ամեն ինչ ունենալ։ Աշխատող ունեցող մարդուն էլ չարախոսել ու նախանձել։ Նորից չկա Սուրբ Հոգու ներկայությունը այդ մարդկանց կյանքի մեջ։ Մարդիկ, ովքեր ամեն ինչ ունեն, մեղքի համար են ապրում այս աշխարհի մեջ։ Մեղքն են շատ սիրում, որովհետև վախենում են ճշմարտության հետ առերեսվել։ Եվ եթե չկա Սուրբ Հոգու ներկայությունը, մխիթարությունը, մենք այլ տեղերի մեջ ենք մխիթարություն գտնում։ Մեկ բաժակ օղու մեջ է իր մխիթարությունը գտնում, մեկը թմրանյութի մեջ է գտնում, մեկը սպանելու մեջ, մեկը ատելության մեջ, մեկը իր հպարտության ու եսի մեջ, այդպես է գտնում իր մխիթարությունը։ Մեկ ուզում է շատ հարստանալ, ուժեղ լինել, որ կարծես թե դրանով ինքը պիտի ավելի լավը լինի, ոչ սիրելին։ Այն պահին, որ դու Սուրբ Հոգուն տեսար, ճանաչեցիր, զգացիր քո կյանքի մեջ, հոգևոր մխիթարություն ապրեցիր քո կյանքի մեջ, քո սիրտ այլևս չի վախենում։ Եվ երբ որ մեր մեջ վախ կա, մեր սրտի մեջ կասկած կա, ուրեմն մենք ազատագրված չենք այս աշխարհից եւ վստահություն չունենք մեր կյանքի մեջ։ Եվ հատկապես հարության հանդեպ։ Այս 50 օրերը, որ տրվեց մեզ, Պենտեկոստի օրը լրացան, մեկ բան էր, Հիսուս այդ 40 օր ընթացքում նախ բոլորին երևաց, ուսուցանեց, բացատրեց, երկինք վերացավ, որպեսզի մենք այդ հարության ականատեսներն ու վկան լինելով չվախենանք, Սուրբ Հոգուն թույլ տալ գալ մեր մեջ ապրելու, հարության հույսով ապրելու այս աշխարհի մեջ։ Եվ եթե չհավատանք հարությանը, զուր է մեր հավատքը, զուր է մեր քարոզությունը, զուր է մեր ապրած կյանքը այս աշխարհի մեջ։ Մեր ամեն ակնթարթը կարող է վերջին այս կյանքի մեջ, բայց Սուրբ Հոգու մխիթարությամբ այդ վերջինը դու առաջին ես դարձնում։ Քո տկարը, թույլը ուժեղ ես դարձնում։ Քո մեղքի մեջ տկարացած էությունը համարձակություն է ստանում նորից կանգնելու Տիրոջ առջև, ասելով որ Տեր, ինչ էր որ լինի, ես քեզ սիրում եմ, իմ սերը չի պակասում, դու օգնիր ինձ, որպեսզի ես ընկած չմնամ այս աշխարհի մեջ։ Եվ վերջապես Սուրբ Հոգու մխիթարության, ճանաչողության միջոցով մենք Հիսուսին ենք իրականում ճանաչում, սիրելիներ։ Ասում է, ես Հորը կաղոթեմ, կխնդրեմ, որ Սուրբ Հոգուն ուղարկի իմ անունով։ Ուրեմն Հիսուսի անունով է գալիս Սուրբ Հոգին մեզ պահելու այս աշխարհի մեջ, որպեսզի մենք հասկանանք այս աշխարհը ինչպիսին որ լինի, իր վայրուվերումներով, իր ձեռքբերումներով, իր հաջողություններով, իր նահանջով, պատերազմով, չարության, բատերության, քրիստոնյան մեկ կոչում ունի,
մարդ մնալ այս աշխարհի մեջ, սեր դառնալ այս աշխարհի մեջ, հույս լինել այս աշխարհի մեջ եւ վերջապես Քրիստոսի ձեռքերն ու աչքերը դառնալ այս աշխարհի մեջ, որտեղ որ Հիսուսի ներկայությունը կա, մեր ձեռքերով Հիսուս հայտնի այնտեղ, որտեղ որ տեղ կա, որ մենք չենք տեսնում, Հիսուսի աչքերով նայենք ու տեսնենք այդտեղ այման բան։ Եվ այս սիրառատ հայացքի ներքո ապրել այս աշխարհի մեջ։ Եվ այսօր Սուրբ Հոգու գալուստը, որ տեղ ունեցավ, եւ աշակերտները սկսեցին տարբեր լեզուներով խոսել, սիրելիներ։ Մարդիկ զարմացան, ասելով որ այս մարդիկ անուշ մարդիկ են, ձկնորսներ, որոշակի պաշտոններ ունեցող, պարզ մարդիկ, կրթություն չունեցող, բայց խոսում են մեր լեզուներով։ Ինչ էր սա նշանակում, որ եթե դու Տիրոջ հետ այդ լեզուն գտնես խոսելու, նաև մարդկանց հետ խոսելու լեզուն կգտնես։ Երբ որ մեկին սեր ես խոստովանում, քո սերը չի արհամարի։ Երբ որ մեկին ասում ես, որ այս բանը սխալ է, քո այդ չարությամբ չի վարվի։ Երբ որ մեկին ուզում ես խրատ տալ, որ ասել այս բանը այսպես չէ, քեզ չի արհամարի, կլսի քեզ։ Որտեւ այսպես պիտի քրիստոնյան ապրի այս աշխարհի մեջ։ Եթե ոչ, ամեն բան պիտի փոխվի մեր կյանքի մեջ։ Այդ լեզուն, ինչպես աղոթքի մեջ դասեցի Հովան ոսկին, մեր լեզուներն ու շուրթերը նորոգվեն, անեծքի փոխարեն օրհնություն լինի, ստի փոխարեն ճշմարտությունը լինի, կեղծիքի փոխարեն իրական ժպիտը լինի։ Երբ որ մարդը կես խաղաղություն ունի, կարող է քեզ ասել բարի լույս, բայց իր սրտում քեզ ատել։ Կարող է քեզ բարևել, բայց քեզ չարությամբ իր սրտում սպանել։ Իսկ հոգևոր մարդը, որ ասում է բարի լույս, իր մեջի լույսն է ուզում փոխանցել քեզ, ոչ թե կեղծ բարի լույս խոսքերը։ Մարդիկ, որ անցնում են կամ իրար հանդիպում ենք շատ հաճախ, բարևում ես տխուր դեմքով են քեզ բարևում, կամ չուզենալով են բարևում, ուտեմ նշանակում իրենք չունեն Քրիստոսի խաղաղությունը։ Այդ հոգևոր խնամքն ունենաս, այդ բարի լույսը քո սրտից եկած լույսը պիտի դառնա ուրիշին լուսալու համար։ Քո ժպիտը կեղծ չպիտի լինի, ժպտաս, բայց ներսից այդ մարդուն ատես, այլ հոգուտ ուրախությունը պիտի ցույց տաս այդ մարդուն, որ դու ուրախ ես այդ մարդուն տեսնելու համար, դու ուրախ ես, որ այդ մարդը կա, դու ուրախ ես, որ այդ մարդուն նորից տես, որտեղ հաջորդ քայլին կարող ես այլևս չտեսնել։ Դրա համար պետք չէ վաղ ասել ես սիրում եմ քեզ։ Այսօր պետք է ասեք այդ ամենը։ Այսօրը մի թողեք օրերը երկար են, ձգվեն, վաղը կասեմ, մյուս օրը կասեմ, հետո կասեմ, այսօր ասեք այդ խոսքերը։ Այդ օրն է, այս նորոգության օրն է, որ ասես ու պատասխանը կստանաս, որ Տերը կգա ու կբնակվի մեր մեջ։ Եվ ինչ ասաց այսօր Հիսուս, ես գնում եմ, բայց նորից պիտի գամ։ Երբ պիտի գա Հիսուս, երբ որ մենք բոլորս, բոլոր մարդիկ, աշխարհի բոլոր մարդիկ պատրաստ լինեն Քրիստոսին ասելու Տեր, արի եւ բնակվի մեր մեջ։ Տեր, մխիթարությամբ Սուրբ Հոգու ճանաչեցինք քեզ, ուզում ենք այդ ճանաչողության մեջ մնալ, այդ ճշմարտության մեջ մնալ, այդ հասկացողության մեջ մնալ, այդ ժամանակները պիտի գա։ Եթե ոչ, Տերը անդադար պիտի հետաձգի իր գալուստը, մինչև որ մենք մարդիկս հրաժարվենք մեր մեղքերից, մեղքի պատերազմը դադարեցնենք մեր մեջ, հաշտվենք Տիրոջ հետ եւ Սուրբ Հոգով նորոգվենք ու նոր մարդ դառնանք։ Թող Տերը օրհնի մեզ բոլորիս իր խաղաղության ու սիրո մեջ պահի, որպեսզի Սուրբ Հոգու շնորհները օգտագործենք մեր կյանքը ուրախությամբ լցնելու համար։ Մեր ժամանակը շատ կարճ իրար ատելու համար։ Մեր ժամանակը շատ կարճ է անտարբեր ապրելու համար։ Մենք այսօր պիտի կարողանանք այդ ճշմարտության, մխիթարության մեջ ապրել, որպեսզի հոգև ուրախությամբ նորից Տիրոջ գալուստը դիմավորենք, ասելու քեզ Տեր, փառք ամեն ինչի համար։ Շնորհակալ ենք քեզ։ Այժմ եւ հավիտյանս, հավիտենից։ Ամեն։